Տնտեսական ինչ պայմանավորվածություններով Տաջիկստանի պատվիրակությունը կմեկնի Հայաստանից։ Նախագահ Ռահմոնը վարչապետ Կարապետյանի հետ քննարկում են նախաճաշի սեղանի շուրջ։ Առաջնահերթ կաշխատեն մեծացնել առևտրաշրջանառությունը, գործարար համաժողովը կնպաստի դրան։ Համաձայնագիրը վերաբերում էր հեռահաղորդակցության ոլորտին, դա վերաբերում էր նախ եւ առաջ մեր օպերատորների համագործակցությանը, հայկական եւ տաջիկական փոստային կապի բարելավմանը։ Էմոմալի Ռահմոնին սպասում են TSD ընկերությունում։ Հայաստանյան IT շուկան կարող է տնտեսական կապերի գլխավոր կամուրջը դառնալ։ Փորձում ենք ընկերության արտադրանքը ներկայացնել տաջիկական շուկային, ինչու՞ չէ նաև այնտեղ արտադրություն հիմնելը։ Էկոփադից մինչև ժամանակի ձեռնափայտ ճամփորդական լվացքի մեքենա Armphone One Pad, վիրտուալ իրականության հագնոց։ Տաջիկստանի նախագահը ծանոթացավ հայ մասնագետների նորարարություններին։ Նախագահին ցույց տվեցինք մեր ֆիլմից մի փոքր հատված, իմ մոտ զգացողությունն է, թե ես լրիվ այլ միջավայրի մեջ եմ, ու այդտեղից էլ հենց գալիս է սարքի անունը՝ վիրտուալ իրականություն։ Երբ որ ես ունեմ նաև տարածական զգացողություն, այսինքն ցանկանում եմ բռնել այն կերպարին, որը հենց հիմա մոտեցավ ինձ։ Մուլտային տարբերակով է պատրաստված, երկիր մոլորակը ու լուսինը իրանք կերպարներ են մուլտային։ Տաջիկ գործարարների համար հետաքրքիր է, թե ՏՏ ոլորտում Հայաստանը զարգացման ինչ հնարավորություններ ունի, բիզնեսը կթելադրի հետագա քայլերը։ Ցանկությունը մեծ է, որ Հայաստանի հետ որոշակի ծրագրեր իրականացվեն։ Էմոմալի Ռահմոնը տպավորված է հայաստանյան IT-ի նվաճումներով, ծանոթացավ նաև բջջային հեռախոսների պլանշետների արտադրությանը։ Տաջիկստանի առաջնորդը չի բացառվում այսուհետև կօգտագործի հենց հայկական արտադրության սմարթֆոն ու պլանշետ։ Երկօրյա այցի արդյունքները նախագահները բարձր գնահատեցին առանձնազրույցում։ Սերժ Սարգսյանն ու Էմոմալի Ռահմոնը հրաժեշտ տվեցին վստահությամբ, այցը նորազդակ է հայ-տաջիկական բարեկամական հարաբերություններին։ Մայա Խաչատրյան, Հակոբ Թումանյան, օրակարգ։